Նագան ատրճանակի կրակոց է, արձակում է բոլշևիկյան մի անհայտ կոմիսար, գնդակահարության թիրախը արքեպիսկոպոս է, 20-րդ դարի ազգային եկեղեցական խոշոր գործիչ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը։ Նրան ձերբակալում են 1938 թվականի փետրվարին Էջմիածնում։ Խորհրդային առաջնորդների եռյակի անմիջական հրահանգով խանդավառ կոմիսարները հակահեղափոխական ու ազգայնական ագիտացիայով զբաղվող լրտեսներ էին որսում ողջ երկրով մեկ՝ մուրճով, մանգաղով, դրոշով։ Կարմիր տեռոր։ Սա կարձանագրի հետագայում պատմությունը։ Բայց այդ մասին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի քննիչը չգիտի։ Տվեք ցուցմունքներ, երբ եք ընդունել հոգևոր կոչումը եւ ինչ հոգևոր պաշտոններ եք գրավել որպես կրոնական կուլտի ծառայող։ Հոգևոր կոչումն ընդունել եմ 1896 թվականին։ 1897-ին կաթողիկոսի կողմից նշանակվեցի Աստրախանի թեմ։ Նույն տարում մեկնեցի Մոսկվա սովորելու իրավաբանական ֆակուլտետում։ 1901 թվականին հայոց կաթողիկոսի կարգադրության համաձայն մեկնեցի Իրան։ Դարձա հնդիրանական թեմի առաջնորդ։ 1910 թվականին կաթողիկոսի կանչի համաձայն եկա Էջմիածին եւ նշանակվեցի Էջմիածնի հոգևոր ճեմարանի ռեկտոր։ 1916 թվականին նշանակվեցի Բաքու Շամախինյան թեմի առաջնորդ, որտեղ մնացի մինչև 1921 թվական։ 1921 թվին Հայաստանի խորհրդայնացումից հետո Բաքվից տեղափոխվեցի Էջմիածին եւ նշանակվեցի Սինոդի նախագահ։ 1924-ից 28 թվականներին եղել եմ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ։ 1935 թվին մինչև իմ ձերբակալությունը գտնվում էի Էջմիածնում, որտեղ ապրում էի որպես Էջմիածնի միաբանության անդամ։ Տվեք ցուցմունքներ, ձեր գործունեության մասին 1918-ից 19 թվականներին Բաքվի իրադարձությունների ժամանակ։ Ես, որպես Բաքու Շամախինյան թեմի առաջնորդ, Բաքու քաղաքի պատմական իրադարձությունների ժամանակ չէի կարող լռել։ Թուրքերի կողմից Բաքուն գրավելուց եւ հայերի կոտորածից հետո գեներալ Թոմսոնին ներկայացա ընդարձակ դիմումով, խնդրելով շտապ միջոցներ ձեռք առնել մուսաֆաթիստական իշխանություններից անպաշտպան հայերին պաշտպանելու համար։ Գեներալ Թոմսոնը խոստացավ ինչ-որ բան անել, բայց իրականում ոչ մի միջոց չձեռնարկեց։ Դրանով վերջացել է իմ առաքելությունը անգլիական հրամանատարության հետ բանակցելու գործում։ Քննությունը պահանջում է մանրամասն ցուցմունքներ ձեր անգլիական հրամանատարության հետ կապերի մասին, որը հետագայում վերածվեց լրտեսական գործունեության։ Ես հօգուտ անգլիական հրամանատարության լրտեսական աշխատանքով չեմ զբաղվել։ Հարցաքննության մեջ արձանագրված Բաքվի պատմական իրադարձությունները 1918 թվականին Բաքվի նահանգում 30,000 հայերի ծրագրված ցեղասպանությունն էր թուրքական բանակի, թաթարների ու ադրբեջանական ուժերի կողմից։ 1920-ից 21 թվականներին Ադրբեջանը գրավում է նաև Նախիջևանը եւ Արցախը, կոտորածի ենթարկելով նաև Աղդամի, Ստեփանակերտի, Շուշիի հայերին։ 1915 թվականի վիճակագրական տվյալների համաձայն Բաքվի նահանգում ռուս եւ մահմեդական ազգաբնակչության հետ միասին 120,117 հայ էր ապրում։ Գործում էր 40 եկեղեցի, որից 5-ը միայն Բաքու քաղաքում։ Բագրատ եպիսկոպոսը թեմի կենտրոնը Շամախիից տեղափոխում է Բաքու։ Կազմակերպում ավերված եւ թալանված հայկական բնակավայրերում ջարդերից մազապուրծ բնակչության վերաբնակեցման հարցերը, օգնության տրամադրումը։ Իրադարձությունների անմիջական մասնակից ու ականատես Բագրատ եպիսկոպոսի պաշտոնական գրագրությունները Մայրաթորի հետ անփոխարինելի սկզբնաղբյուր են թուրքերի եւ ադրբեջանցիների գործած վայրագությունների ուսումնասիրության եւ գնահատման հարցում։ Սակայն
խորհրդային ինտերնացիոնալի հայրերին ամեն գնով պետք էր փակել Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը։ Իսկ այժմ ցուցմունքներ տվեք ձեր կապերի մասին նոր ջուղայի անգլիական հյուպատոսարանի հետ, երբ դուք գտնվում եք այնտեղ 1901-ից 1910 թվականներին։ Իմ հնդիրանական թեմում գտնվելու ժամանակ անգլիական հյուպատոսարանի հետ գտնվել եմ բարիդրացիական հարաբերությունների մեջ։ Հյուպատոսը 75 տարեկան ծերունի էր, որի պաշտոնաթողությունից հետո հյուպատոս նշանակվեց անգլոհպատակ հայ մեծահարուստ Մինաս Ագապուրը, որի հետ իրոք լավ հարաբերություններ ունեի։ Խորհրդային միության ողջ տարածքում իշխանությունների կրոնահալած քաղաքականությունը Հայաստանում լրացուցիչ ուժգնություն էր ձեռք բերել։ Անհրաժեշտ էր պիտակավորել ու քայքայել ամենայն հայոց կաթողիկոսության ինստիտուտը, որը կենսունակ էր նաև միության սահմաններից դուրս ապրող աշխարհասփյուր հայության շնորհիվ։ Ահա թե ինչու այդ տարիներին բարձրաստիճան հոգևորականների ու կաթողիկոսի դեմ կարվող գործերի հիմնական մեղադրանքը հակապետական գործակալական աշխատանքն էր։ Մայրաթորի դիվանապետ Բագրատ arczepiskopos-ը եւս բացառություն չէր։ Տվեք ցուցմունքներ ձեր ազգայնամոլական արտահայտությունների մասին։ Մենք միաբանության բոլոր անդամներս այն կարծիքին էինք, որ Հայաստանի սահմանները չափազանց սեղմված են։ Խոսում էինք այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը ունի մոտ 150,000 բնակիչ, բայց այնտեղ ավտոնոմ մարզ է, այն էլ Ադրբեջանի ենթակայության տակ։ Իսկ Նախիջևանի երկրամասը համարվում է ավտոնոմ հանրապետություն, երբ նրա բնակչությունը մոտ 100,000 է։ Մենք գտնում էինք, որ լավ կլիներ խորհրդային Հայաստանին միացնեին Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանի երկրամասը եւ Ախլցխան։ Մենք գտնում էինք, որ Հայաստանը անդրֆեդերացիայի կազմում այնքան էլ ինքնուրույն չէ։ Շարունակեք ձեր ցուցմունքները։ Ուրիշ ցուցմունքներ չեմ կարող տալ։ Տվեք ցուցմունքներ կաթողիկոս Խորենի հակախորհրդային աշխատանքի մասին։ Նրա գործողությունների եւ տրամադրությունների մեջ ոչ մի հակախորհրդային բան չեմ նկատել, բացի այն ընդհանուր զրույցները, որոնք վարվել են նրա ներկայությամբ։ Խորհրդային իշխանությունները հայ եկեղեցին ներսից քայքայելու նպատակով ստեղծել էին նաև ազատ եկեղեցական եղբայրություն աղանդը, որին միացել էր 1 եպիսկոպոս եւ 2 վարդապետ։ Նրանք պահանջում էին բարենորոգել եկեղեցին, ամենայն հայոց կաթողիկոսին հրաժարեցնել գահից եւ հայ եկեղեցին սահմանափակել խորհրդային Հայաստանի սահմաններում։ Այս խմբակի ղեկավար Աշոտ եպիսկոպոս Շախյանը, սակայն մահվանից առաջ աղերսագիր է գրում Գևորգ 5-րդ կաթողիկոսին եւ խնդրում վերադարձնել իր կոչումը։ Իսկ երբ միայնության մեջ մահանում է, արդեն գերագույն հոգևոր խորհրդի անդամ Բագրատ arczepiskopos-ը արգելում է կարգաթող Շախյանի թաղումը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու գավթում։ Պետանվտանգության արխիվներից պարզում ենք նաև, որ նույն 1927 թվականին իշխանությունները թույլ չեն տալիս կատարել Սուրբ Ծննդյան տոնը, սակայն Բագրատ arczepiskopos-ը պայքարելով այնուամենայնիվ կատարում է տոնակատարությունը։ Ավելի վաղ 1922 թվականին բոլշևիկյան իշխանությունները փակել էին Էջմիածնի դպարանը։ Մայրաթորի դիվանապետի պաշտոնում Բագրատ arczepiskopos-ը վրդովմունք էր հայտնել խորհրդային Հայաստանի կառավարության եւ Լուսժողկոմ Մակինցյանի արարքների դեմ, որակելով դա գռեհիկ դիրք, հավելելով, որ բռնապետությունը աչից լինի թե ձախից ատելի է Էջմիածնի համար։ Դուք, որպես ազգայնական հակախորհրդային ոգով տրամադրված տարր, պարբերաբար Էջմիածնի վանքի միաբանության այլ անդամների հետ թշնամական դիրքերից քննադատում էիք խորհրդային իշխանությանը։ Առաջարկում ենք խոստովանել։ Ես, ինչպես նաև Էջմիածնի վանքի միաբանության մյուս անդամները, ազգայնական ենք, եւ այդ ազգայնական դիրքերից մեր պարբերական հանդիպումների ժամանակ քննադատում էինք մեր իրականության առանձին անցանկալի երևույթների, այսպես օրինակ հայկական եկեղեցու ճակատագրի հարցը եւ այլն։ Գտնում էինք, որ խորհրդային իշխանությունները կամաց կվերացնեն բոլոր եկեղեցիները։ Ես ուղղակի հայտարարեցի կաթողիկոսին, որ դուք կլինեք խորհրդային միության վերջին կաթողիկոսը։ Զրույց էր ընթանում հայկական կաթողիկոսության գահի մասին։
1930 թվականին Գևորգ 5-րդ Սուրենյանց կաթողիկոսը վախճանվում է։ Նոր կաթողիկոսի ընտրություններին մասնակցում է նաև Բագրատ arczepiskopos-ը, սակայն նա հրաժարվում է իր թեկնածությունից։ 1932 թվականին ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվում Խորեն Մուրադբեկյանը։ Բագրատ arczepiskopos-ի հարցաքննության մեջ հիշատակվող կաթողիկոսը հենց նա էր, եւ հարցաքննությունների հիմնական նպատակը Մուրադբեկյանին լրտեսության մեջ մեղադրելու համար arczepiskopos-ից ցուցմունք կորզելն էր։ Խորհրդային պետության ներսում Սուրբ Էջմիածնի միաբանները առաջին հանրապետության դաշնակցական գործիչների հետ բնականոն կապերի բերումով համարվում էին արտասահմանյան գործակալներ, իսկ դրսում նույն դաշնակցական մամուլում համարվում էին խորհրդային իշխանության գործակալներ։ Որքան էլ անհիմն էին մեղադրանքները, բռնությունների պետական մեքենան գործում էր հրահանգավորված ու անարգել։ Ձերբակալման պահից արդեն Բագրատ arczepiskopos-ը դատապարտված էր մահվան։ Մեղադրվում է այն բանում, որ լինելով հակասովետական տրամադրված տարր, պտտվում էր Էջմիածնի վանքի հոգևորականների շրջանակներում, բարբերաբար վարում էր հակախորհրդային ագիտացիա եւ ուներ հակահեղափոխական արտահայտություններ հասցեագրված կուսակցությանը եւ կառավարությանը։ «1958 թվականի օգոստոսի 2-ին Բագրատ arczepiskopos-ն արդարացվում է հանցանքն ապացուցված չլինելու պատճառով։ 1938 թվականին հայ եկեղեցին իսկապես հասավ ոչնչացման եզրին։ Վեհարանում սպանվեց Խորեն առաջին Մուրադբեկյան ամենայն հայոց կաթողիկոսը։ Աքսորի ու գնդակահարության ենթարկվեց շուրջ 200 հոգևորական։ Այդուհանդերձ լուսավորչի գահը թափուր չմնաց։ 1945 թվականին կաթողիկոս ընտրվեց Գևորգ 6-րդ Չորեքչյանը եւ հայ եկեղեցին դուրս եկավ պատմական այս ծանր փորձությունից, հոգևոր ու ազգային առումով իր հետ բարձրացնելով նաեւ հայ ժողովրդին։ 1990 թվականին Խորհրդային միությունը փլուզվեց։ Այդ պատմափուլի իսկապես վերջին կաթողիկոս Վազգեն առաջինը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին կաթողիկոսը։ 1991 թվականին մյուրոնորտնության ժամանակ Վազգեն վեհափարի խոսքը սոսկ հուզական պորտկում չէր, այլև եկեղեցու փորձառությամբ հաստատագրված պատմական ճշմարտություն։ Թարեր շարունակ, բռնադերերի լծիդակ, հայ հավատացյալը ինքն իրեն զգացել է ազատ ու անկախ միմիայն իր մայր եկեղեցու գամարների ներքո։ Կարծում եմ արդար է հետևաբար, որ Հայաստանի այս եկեղեցին ճանաչվի նախաբգան, նախագարաբեդը մեր օրյա պետական անկախության։ Այսօր, սիրելի ժողովուրդ, մեր անկախ պետության հռչակումով այժմեություն է ստանում նաև հայ ազգի եկեղեցու հոգևոր անկախության ամրապնդման հրամայականը, իբրև հայ ժողովրդի միակ հարազատ եկեղեցին անկախ օդար կրոնական կենտրոններից։ Մեր նոր ինքնիշխան պետության անկախության հիմքերից մեկն է նաև հայ ազգի եկեղեցու անկախությունը եւ ինքնիշխանությունը։